Ասեմ, որ Իսակովի վրայով մեր ժողովուրդը պետք է քիչ ճամփորդի, Իսակովի պողոտայով ավելի ճիշտ կլներ, որ նույնիսկ մարդիկ շատ քիչ ճամփորդեն, դա նրա համար, որ կարող է հենց խփեն Ամերիկայի դեսպանատանը։ Այո, այսինքն այս կոնֆլիկտը ինչքան մեծանա, այնքան գլոբալ է դառնալու, Թուրքիային խփելու են, Թուրքիային խփելու է հենց Իսրայելը, Պարսկաստանին Ադրբեջանը արդեն այսօր սպառնալիք ուղեց, որ մենք հակահարված ենք հասցնելու, Հայաստանը չի կարող զերծ մնալ, Հայաստանը դա այն Շվեյցարիան չի, հիմա ստեղ Պարսկաստանը ուժեղանալով տրիպը մոռանում ենք, էլի խաղաղությունը մոռանում ենք, եթե Ադրբեջան մնա, այսինքն այս իշխանությունների օրոք Ադրբեջանը մնալու է, լավագույն ժամանակներ է գալի մեր համար, իրոք լավագույն ժամանակներ, Թուրքիան հարվածի տակ, Ադրբեջանը հարվածի տակ, Հայաստանը հնարավորություն կարա ունենա ծովից ծովին հասնելու, այսինքն սենց հնարավորություն երևի 1000-ամյակ հետո կունենանք, եթե այս արևմտյան և արևելյան հարևանները լինեն կոնֆլիկտի մեջ։ Այս իշխանություններից չեմ հավատում, որ կանեն, միգուցե ասում եմ իրանք կոնֆլիկտի մեջ մի երկրի պատերազմ հայտարարեն և հանձնվեն, ոնց որ ես ասում եմ Ամերիկային պատերազմ հայտարարենք և հանձնվենք մի անգամից, մի րոպեից հանձնվենք։ Իրանք կարող է արևմտյան արևելյան երկրներին, հարևաններին հայտարարեն և հանձնվեն։ Մի խոսքով, իրոք ճիշտ ղեկավարությամբ ոսկե դար կարող է լինի Հայաստանի համար, եթե մեր արևմտյան և արևելյան հարևանները լինեն պրոբլեմի մեջ։ Ճիշտ քաղաքականություն և ճիշտ ժամանակ։ Ճիշտ ժամանակը Աստված բերե հիմա կանգնացրել է։ Երեք ոնց որ ինչ էր Բաղրամյան 26 հրապարակել էր, որ ես տանելու եմ էսկալացիայի, ժողովուրդ ջան, ես ոչ Էփշտեյնի ֆայլի մեջ կամ, ոչ ես Էփշտեյնի ֆայլը ստեղծել եմ, ոչ ես այս էսկալացիան ստեղծել եմ, բայց ես տեսել եմ այս էսկալացիան, ու ասել եմ, որ սենց է լինելու։ Հիմա այս էսկալացիայից պետք է օգտվել։ Խոշոր պետությունները իրենց հարցերը լուծելու են։ Մենք կամ ոտի տակ ենք լինելու, թույլ օղակները հեռանում են, մենք հայերս երևի նորագույն պատմության մեջ ներկա ենք եղել 18 թե 20 կայսրությունների ծաղկման և անկմանը, ու էլ ենք ներկա լինելու, հիմա մեզնից է կախված ինչ ուժեղ կլինենք և ինչ ընտրություն կանենք, կլինենք թույլ օղակ, որ կվերանանք էլի դարերով, թե իմիջիայլոց Հրանտ Թոխածյանի թատրոնն էի գնացել, այցելել ենք, հրավիրել էր շատ ոսկե բառեր կար այդ թատրոնի մեջ, խորհուրդ եմ տալիս ժողովուրդ ջան, Առաքելը գնաք և նայեք։ Այո։ Այնտեղ մի արտահայտություն կար, որ ասում է, բա լավ, այս ազգ է, դե ասում է ամեն 1000 տարին մեկ ստեղծում են երկիր, դեսպան են նշանակում, նախագահ են նշանակում, հետո թուլանում են ու այդ Առաքելի օգնականը, Ռադիկը ասում է, ես կասեի ասվալտ է, ազգ չի, վրայով գնում գալիս են։ Հիմա այդ ասվալտը մենք կմնանք, թե իրոք կդառնանք ազգ, մեզնից է կախված ժողովուրդ ջան։